Դու չես կարող ասել, որ Տերը գիտի իմ կարիքը, Տերը գիտի իմ հարցերը, Տերը ինքնաբերաբար կլուծի։ Տերն ասում է, լուծումը գալիս է քո հավատքից, քո որոշումից, ախր քո խոսքը պահելուց ու կատարելուց։ Եթե ես ասում եմ, դե Տեր, դու հիշում ես, որ հող ենք մենք, դու հիշում ես, որ տկար ենք մենք, այո, բայց դու ջանք անում ես ուղիղ ապրելու, դու ջանք անում ես խոսքը պահելու։ Գիտես, մարդ կասում է, իմ մոտ չի ստացվի։ Աստվածաշունչը մի քիչ բարդ է, Տիրոջ ստանդարտները, գիտես, ստելը դե չեմ կարա չստեմ, գողանալը դե չեմ կարա չգողանամ, չի ստացվի, դե բամբասելը չի ստաց, բայց Տեր օրհնիր ինձ, ինչի հաշվին, ինչ հիմք հանդիսանա, որ օրհնվես։ Օրհնությունը գալիս է Աստծո կամքի վրա, ով կասի ամեն։ Օրհնությունը գալիս է Աստծո կամքի վրա։ Աստված չի օրհնում ոչինչ իր կամքից դուրս, ով կասի ամեն։ Աստված կողորմի շատ կերպերով, Աստված կգթա շատ կերպերով, բայց օրհնությունը դա ուրիշ բան է։ Օրհնությունը գալիս է իր կամքի վրա։ Աստծո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։